Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Վարդանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, Հայաստանում շարունակվում է շպիոնների փնտրտուքը։ Իշխանությունը Քոչարյանին է մեղադրում շպիոն լինելու մեջ, Քոչարյանի խմբակցության ներկայացուցիչները իշխանությանն են մեղադրում շպիոն լինելու մեջ, հա։ Ուզում եմ հասկանալ այս խոսույթները, այս փնտրտուքները, այս դատարկ օրակարգերը, հա, ում են ավելի շատ ձեռնտու։ Այսինքն մենք մեր արտաքին խնդիրներով պայմանավորված, արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ներսում դատարկ օրակարգեր են անընդհատ շրջանառում, հա, բայց երբ օրինակ բանը հասնում է կարևոր հարցերին, մեր արտաքին կարևոր հարցերին, երբ խոսում ենք դրա մասին, օրինակ շատերը Պաշտոնյանի մասն է խոսքը, ասում են դե տեսնում եք ինչ է կատարվում համաշխարհային քաղաքականության մեջ, ամեն ինչ խառն է, էս է, այն է, բայց դա չի արտացոլվում մեր ներքաղաքական կյանքում, հա, այսինքն ըստ իրավիճակային ում ինչ ձեռնտու է, այդ պահին համաշխարհային վայրի վերումներն է առաջ բերում բացատրելու համար, օրինակ, չգիտեմ, Հայաստանի մայիսի 9-ին մասնակցությունը տոնակատարություններին, հապկից դուրս չգալու հանգամանքը, ԵԱՏՄ-ի հետ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց չսկսելու հանգամանքը, Եվրամիության հետ առարկայական տեղաշարժերի բացակայությունը, ու այսպես շարունակ, հա։ Բայց այսինքն սա այն հայտնի թեզն է, էլի, երբ մարդիկ բողոքում են գների բարձրացում, դե համաշխարհային շուկայում է գները բարձրանում, մենք ինչ անենք, հա, այսպես ամեն ինչ արդարացվում է սանով։ Բայց մեր ներքաղաքական օրակարգերում, ես նկատի ունեմ այս դեպքում օրինակ նույն օրենսդիր մարմինը, հա, չի արտացոլվում այդ համաշխարհային, այսպես ասած, ճգնաժամը, որը մեզ վաճառում են, երբ պետք է։ Գիտեք, Ժիրայր, ռուսները կասեին այստեղ, давайте отделим мухи от котлет։ Իսկապես մենք տարբեր երևույթների հետ գործ ունենք եւ շատ հաճախ չպետք է մոռանանք, որ կան տարբեր լսարաններ եւ կան տարբեր հայտարարություններ, որոնք ուղղված են այս կամ այն լսարանին։ Հիմա տեսեք այն, որ ասվում է, որ այս կամ այն անձը ինչ-որ մեկի շպիոնն է, բնականաբար սա ավելի շատ այսպես ներքին սպառման բան է, ակնհայտ է, չէ, որ հասարակության մի զգալի հատված ունի խիստ բացասական օրինակ վերաբերմունք նախկին իշխանությունների նկատմամբ։ Սա ակնհայտ է, այսինքն եղել է հեղափոխություն, հասարակության երևի թե մեծ մասը մասնակցել է այս կամ այն ձևով դրան եւ ցանկացել է, որ այդ հին քաղաքական ռեժիմը իր պաշտոնյաները անցյալում մնան։ Հիմա բնականաբար ռեժիմը այո մեծամասամբ անցյալում է, բայց շատ այսպես կարկառուն քաղաքական գործիչներ այսօր շարունակում են մնալ քաղաքականության մեջ, իհարկե նրանք իշխանության չեն, բայց նրանք ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներն են։ Եվ հիմա հասարակության մի զգալի հատվածը, հա, լինենք ճշգրիտ, ամբողջ այսպես հասարակությանը պետք չի իհարկե սա վերագրել, բայց հասարակության մի զգալի հատվածը ասում է, որ իշխանությունները բավարար չափով աշխատանք չեն կատարել, որպեսզի չեզոքացնեն այդ անցյալ ռեժիմի հետ կապված տարատեսակ ինստիտուտները, տարատեսակ բարքերը եւ վարքերը, եթե կարելի է այդպես ասել, եւ նաեւ դժգոհ են, որ այս կամ այն անձինք շարունակում են ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Եվ հիմա իշխանությունները դիմելով ըստ էության, հա, հանրության այդ հատվածին ասում են, որ գիտեք ինչ, մենք ամեն ինչ լավ տեսնում ենք, գիտենք, մենք հստակ գնահատականներ ունենք
այդ մարդկանց նկատմամբ եւ ասում ենք, որ նրանց հետևում կան ուժեր, որոնք ըստ էության ուժեղացնում են նրանց եւ նաեւ շատ առումներով զսպում են մեր գործողություններին եւ մեր քաղաքական գնահատականը չի փոխվել այս առումով, հա, այլ բան, որ իրավական գործընթացներ կան, այդ իրավական գործընթացները այս կամ այն ձևի առաջ են գնում, արդյունավետ չեն միգուցե, բայց այնպես էլ չի, որ ընդհանրապես ոչ մի մենք արդյունք չունենք։ Մյուս կողմից էլ բնականաբար մենք գիտենք, հա, որ պրոռուսական ճամբարը ունի հստակ ներկայացուցիչներ, եւ այդ պրոռուսական ճամբարը ի սկզբանե, երբ որ հեղափոխությունը տեղի է ունեցել, ասել են, որ այս իշխանությունները արևմուտքի գործակալներն են, որոնք գալիս են իշխանության արևմուտքի միջոցով, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից։ Նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Այդ խոսույթը շարունակվում է հենց ի սկզբանե, հա, հենց այդ 18 թվականի ապրիլ-մայիս ամիսներից սկսած այդ նույն խոսույթը առաջ է քաշվում։ Հիմա բնականաբար ամեն մեկը ունի իր լսարանը, հա, այսինքն որին դիմում է այդ խոսույթով, փորձում է համոզել իր կողմնակիցներին, որ այ մենք գործ ունենք ապա պետական տարերի հետ։ Իրականությունը այն է, որ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այո, Ռուսաստանի կողմից կան հիբրիդային հարձակումներ մեր նկատմամբ եւ տարբեր քաղաքական գործիչներ, պրոռուսական գործիչներ իսկապես շատ հաճախ այսպես անուղակի կամ ուղակի կերպով մենք հիմա չունենք ապացույցներ, որ նրանք ասենք ուղղակիորեն հրահանգներ են ստանում Կրեմլից, բայց մենք տեսնում ենք, որ խոսույթների մակարդակով շատ այսպես լուրջ համընկնումներ կան, շատ հաճախ մեկին մեկ։ Բացի այդ, շատ այսպես քաղաքական գործիչներ, նախկին իշխանությունների ճամբարը ներկայացնող եւ նրանց առաջնորդները բացահայտ ասում են, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, որ մենք պետք է արևմուտքի, այսպես ասած, այդ կործանարար քաղաքականությանը դեմ գնանք, մենք պետք է մտնենք, չգիտեմ, այդ ռուսաստանյան, չգիտեմ, այս կամ այն այսօրվա կամ վաղվա դաշինքի մեջ կամ միութենական պետության մեջ եւ այլն, այս ամեն ինչը նրանք ասում են նաեւ բացահայտ, հա, կար նաեւ շրջաբերականը հայտնի, որի մեջ այդպիսի շեշտադրումներ կային նաեւ եւ այլն, հիմա ակնհայտ է, չէ՞ որ մի արևմուտքը այստեղ դե ոմանց համար ակնհայտ է, ոմանց համար միգուցե պետք է վերլուծել, ցույց տալ, հա, այսպես մի մասն էլ որևէ կերպով չի ուզում սա ընդունել, որ արևմուտքի նպատակը Հայաստանին վնասելը չի կարող լինել եւ չի, արևմուտքը ցանկանում է նպաստել նրան, որ Հայաստանում տեղի ունենան խորքային դեմոկրատական բարեփոխումներ, որ Հայաստանը հնարավորինս այսպես ինտեգրվի Եվրամիությանը, դա իհարկե չի նշանակում, որ այնտեղից միանգամից ասել են, որ այո, եկեք անդամ դարձեք եւ մենք ձեզ ընդունել ենք, խոսքը սրա մասին չէ, խոսքը այն մասին է, որ տարատեսակ ինստիտուցիոնալ առումով, հա, Հայաստանը իսկապես մոտենա Եվրոպային քաղաքակիրթ արևմուտքին, այսպես ասենք։ Հիմա այս ամեն ինչի արտահայտում բնականաբար տեղ է գտնում տարատեսակ խոսույթներում։ Այն ինչի մասին դուք ասեցիք, սա արդեն հիմա այն որ ասում ենք տարանջատ ենք, էլի։ Հիմա դուք ակնարկեցիք մայիսի 9-ի հարցը, թե Հայաստանը բայց դեպքում ոնց է, հա, ասում, որ մենք կգնանք պաշտոնական ամենաբարձր մակարդակով, վարչապետի մակարդակով եւ կմասնակցենք, որովհետեւ դա նաեւ մեր հաղթանակն է։ Խնդրեմ։ Էդ են ասում, որովհետեւ դա նաեւ մեր հաղթանակն է։ Ձեր հաղթանակն է ձեր երկրում տոնեք։ Գիտեք ինչ, այդ այսպես ասենք, այդ խոսույթը, այդ թեզը, այդ նարատիվը արդեն ուղղված է արտաքին լսարանին։ Ինչ որ կերպ պետք է օֆիցիալ պաշտոնապես բարձաբանել հնարավոր ներկայությունը այդ պարադին։ Հիմա ակնհայտ է, չէ՞, որ տեսեք, մի քանի բաներ եկեք քննարկենք, էլի։ Հենց զուգահեռ այդ լուրին, հա, որ պետք է գնալ մայիսի 9-ի պարադին մասնակցել, ասվում է նաև, որ երկրի երկրորդ դեմքի կողմից, որ Ռուսաստանը վարում է Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ։
Եվ հենց ինքն է ասում, չէ, որ Ռոբերտ Քոչարյանը, ասենք, ըստ իր ուրեմն խոսքը Ալեն Սիմոնյանի մասին, բնականաբար, չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի շպիոն է, այսպես ասած, տալիս է քաղաքական, գնահատական, շատ լուրջ մեղադրանք է նաև սա։ Հիմա այստեղ իհարկե հարց է ծագում, բա այդ դեպքում ոնց է տեղավորվում մայիսինի պարադին մասնակցությունը, այսինքն դու գնում ես փաստորեն այն երկրի պարադին ես մասնակցում, որը բնականաբար ունի քարոզչական շատ լուրջ գործառույթ, չէ, որը քո հենց նկատմամբ հիբրիդային պատերազմ է վարում, հա, գնում ես այդ երկրի ղեկավարի կողքին, կանգնում ես միասին եւ նայում ես քո նկատմամբ իրականացվող ուրեմն հարձակումների հիբրիդային պատերազմի ղեկավարի հետ միասին, հա, այսպես ասած, ընդունում ես պարադը Դրան էլ գումարենք նաև նայելու ես Ադրբեջանի զորախմբին, որը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ Այսինքն հիմա եկեք հասկանանք, իշխանությունները բնականաբար չեն կարող, չէ, այսպես ասենք անգիտակցաբար գնան եւ մասնակցեն այդպիսի բանի, այսինքն երբ որ եթե գնում են քանի որ հենց իրենք են ռիսկ բոլոր այդ խնդիրները բարձրաձայնել, այնպես չէ, որ ուրիշներն ընդդիմությունն է բարձրաձայնել, իրենք ասում են, դե միգուցե կամ մենք համաձայնենք, չէ, հենց իրենք են ասում։ Բայց եթե հենց իրենք են ասում, որ պատերազմ է մեր նկատմամբ վարվում, ուրեմն իրենք գնում են, որպեսզի հնարավորինս չեզոքացնեն այդ պատերազմի բացասական ազդեցությունը մեր վրա գոնե կարճաժամկետ կտրվածքով։ Իմ կարծիքով իրանց իրական մոտիվացիան դա է, այլ ոչ թե այն, որ մեր ընդհանուր հաղթանակն է, որովհետև եթե դա լինի մոտիվացիան, որ սա մեր ընդհանուր հաղթանակն է եւ մենք գնում ենք այնտեղ, ներողություն, մեր ընդհանուր հաղթանակն է այն առումով, որ եղել է խորհրդային միություն, այդ միությունը ի դեպ տոտալիտար եւ հետո ավտորիտար բնույթ ունեցող, հա, բայց այն ժամանակ, երբ որ միասին էինք մենք ապրում էինք տոտալիտար համակարգում եւ այո, այնպես է ստացվել որ այդ ժամանակահատվածում խորհրդային միությունը եվրոպական եւ մի խոսքով եվրոպական երկրներ Միացյալ Նահանգներ այդ կոալիցիայի հետ մեկտեղ է պայքարել ֆաշիզմի դեմ սկզբնական շրջանում այդպես չի եղել, դա էլ չմոռանանք, որ երկրորդ համաշխարհային պատերազմը 39 թվականին ուրեմն սկսվել սեպտեմբերին եւ այդ ժամանակ Ռուսաստանը պակտ է կնքել Գերմանիայի հետ Երրորդ Ռեյխի հետ եւ այդ պակտի այսպես ասենք կոչվում է դա հավելված, հա, գաղտնի այդ գաղտնի հավելվածով կիսվում էր Եվրոպան եւ ընդհանրապես աշխարհը Գերմանիայի եւ Խորհրդային միության միջև։ Այսինքն այդ պակտը միայն այն բանի մասին չէր, որ եկեք մեր վրա մի հարցակվեք, մենք չեզոք չէ, այդ պակտը այլ բանի մասին էր։ Այդ պակտը այն մասին էր, որ մենք ուրեմն այս կողմից էր եւ իդեպ Լեհաստան ներխուժեց Խորհրդային միությունը արևելքից, իսկ արևմուտքից ներխուժեց Գերմանիան։ Եվ միասնաբար էին փաստորեն իրենք գործում եվրոպական տարածքում միջև այն պահը, երբ որ Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա։ Եվ մի խոսքով ես իդեպ այս հարցը նաև գիտական այսպես հիմքերով ուսումնասիրել եմ, երբ փորձել եմ հասկանալ, թե ինչպիսի դիսկուրսներ էին առաջ քաշվում մինչև այդ հարձակվումը եւ հարձակումից հետո Գերմանիայի Խորհրդային միության վրա հարձակումից հետո, հա։ Մի խոսքով շատ այսպես գեղեցիկ ձևի օրինակ Խորհրդային միությունը մինչև հարձակումը արդարացնում էր Գերմանիայի այս կամ այն գործողությունները եւ ոչ մի ֆաշիզմ չէր այնտեղ տեսնում եւ հակառակը ես մեջ բերել եմ նույնիսկ Խորհրդային միության թերթերից մեկի շատ այսպես ուղակի հա մեջ բանը տեքստը որտեղ ասվում էր հետեւյալը որ չի կարելի որ ֆաշիզմը սովորական գաղափարախոսություն է ինչպես լիբերալիզմը ինչպես կոմունիզմը հա եւ չի կարելի եւ անմիտ է պայքարել գաղափարախոսությունների դեմ Եվ նաև ասում էր, որ արևմուտքը ցանկանում է գերմանացի եւ խորհրդային միության ժողովուրդներին կրվածնել, իրար դեմ դուրս բերել եւ մենք թույլ չտվեցինք այս պակտով, որ մեզ կրվածնեն։ Մի խոսքով, ուզում եմ ասել, այս ամեն ինչը բոլորս հասկանում ենք, մանավանդ նրանք, որոնք այս կամ այն չափով որոշակի այսպես հետազոտական աշխատանք են կատարում եւ այլն։ Հիմա մի հատ ներողություն, այս միտքը ուղղակի ավարտեմ։
Ես կարծում եմ, որ իշխանությունները բնականաբար այս ամեն ինչը գիտակցելով դեռ նախ ասենք, որ վերջնական որոշում չկա ոնց որ թե, հա, այսինքն կարող է վերջի պահին ամեն ինչ փոխվել։ Բայց այդ գնալու մոտիվացիան այն է, որ սա շատ կարևոր է այս պարադը, այսպիսի քայլերը Ռուսաստանի համար, Պուտինի համար, եւ երբ որ դու գնում ես իր կողքը կանգնում ես կամ թեկուզ եւ իր կողքը չես կանգնում, բայց ընդհանրապես մասնակցում ես այսպիսի բանի չես մերժում, դա որոշակիորեն կարող է ազդել, տեսեք, սա կանխավարկած է։ Մենք 100% չենք կարող համոզված ասել, որ ճիշտ է գնալը եւ հաստատ այդ խնդիրը լուծելու է գնալը։ Բայց ես ուզում եմ ասել, որ մոտիվացիան, հաշվարկը, վերլուծությունը սա է եղել, որ եթե մենք այս պահին գնանք այնտեղ մասնակցենք այդ ամեն ինչին, դա կարող է կարճաժամկետ կտրվածքով հոգեբանական ազդեցություն ունենալ Պուտինի վրա եւ նա իր այդ հիբրիդային հարձակումներում մի քիչ ավելի զսպվածություն կցուցաբերի եւ քիչ կվնասի, իսկ մեզ այսօր պետք է մեր դիմադրողականության տեսակետից, որ հնարավորինս քիչ հարվածներ լինեն, մինչեւ որ մենք կարողանանք լրջագույն կերպով դիվերսիֆիկացնել եւ այսպես արդյունավետություն ցուցաբերել մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում։ Շնորհակալություն, խնդրեմ։ Պարոն Վարդանյան, դե այդ դեպքում եկեք հասկանանք, թե ինչպես է դրսևորվում այդ հիբրիդային պատերազմը կամ հարվածները Հայաստանի նկատմամբ, հա։ Դրսևորվում են քաղաքական սուբյեկտների կողմից, քաղաքական ուժերի կողմից, որոնց ֆինանսավորման դրսից ֆինանսավորման մասին խոսում են, այդ թվում բարձրագույն պաշտոնյաներ, այսպես կոչված լրատվամիջոցների կողմից, ռուսական, հա, դեռևս կընտրոնանանք դրանց վրա։ Տարատեսակ, այսպես ասած, մշակութային անունը կրող անուններով տարբեր գործակալությունների կողմից։ Ու այսպես կարող ենք շարունակել։ Եթե դու սրանց անարգել գործունեությունը ապահովում ես Հայաստանում եւ ոչինչ չես անում իրենց դեմ եւ ասում ես ես գնում եմ մայիսի 9-ին որպեսզի հիբրիդային հարվածները մեղմացնեմ, ես չեմ հավատում այդ տարբերակին։ Լավ, Ժիրայր, եկեք այս կողմից հիմա էլի դիտարկենք։ Ըստ էության նույն տրամաբանությունն է աշխատում այս դեպքում էլ։ Այսինքն, այո, ես տեսնում եմ, հա, ըստ էության իշխանության հիմա մոտեցումը փորձենք վերլուծել էլ ես։ Տեսեք, ես նորից չեմ ասում, որ այդ մոտեցումը 100% ճիշտ մոտեցում է։ Ես ունեմ վերապահումներ, ի սկզբանե ասեմ, այդ մոտեցման արդյունավետության վերաբերյալ, հա։ Չունեմ համոզմունք, թե որն է ճիշտ այս թե այն ուղղությունը այս առումով, բայց հասկանում եմ, որ կան փաստարկներ եւ ձեր ասած թեզը ունի լուրջ փաստարկներ եւ նաեւ իշխանությունների վարած քաղաքականություն նույնպես փաստարկված է բավականին, բայց նորից դա չի նշանակում, որ ուրեմն այս կամ այն, որ քանի որ երկուսն էլ փաստարկված են, շատ բարդ է ասել, թե ճիշտ ճանապարհը այս դեպքում որն է, հա, այսպես ասած։ Հիմա իրենք ինչ են ասում, ասում են իշխանությունների մոտեցումը, մենք տեսնում ենք, թե ովքեր են մեր նկատմամբ այդ հարձակումների իրականացնողները, բայց որպեսզի չուժեղացնենք այդ հարձակումների չբարձրացնենք այդ հարձակումների արդյունավետությունը, մենք չենք ռեպրեսիվ կոշտ մեթոդներով պայքարում դրանց դեմ։ Մենք ասում ենք, եկեք, տեսնենք հələ ովքեր եք դուք, մենք տեսնում ենք ձեզ, մենք դրա դեմ դիսկուրսներ ենք ձևավորում, մենք խորացնում ենք մեր քաղաքականությունը, մենք Եվրոպայի հետ խորքային տեսեք հարաբերություններ ենք հաստատում, չենք նայում այդ ամեն ինչին։ Եվ դրանով ենք պայքարում այդ տեսակի հարձակումների դեմ, այլ ոչ թե նրանց ուղղակի խիստ արգելելով, բան եւ այլն, բայց այդ չի նշանակում նաեւ, որ ընդհանրապես ոչ մի այսպես սանկցիոն բնույթի, չէ, քաղաքականություն չեն վարում։ Մենք գիտենք, որ կոնկրետ մարդիկ կան, որոնք persona non grata են Հայաստանում, որոնք զբաղվում են ռուսական այդ հարձակումներով, ուղղակիորեն ինֆորմացիոն հարձակումներով, առաջին ֆրոնտում են գտնվում։ Շատ շատերը չեն կարող այսօր Հայաստան գալ։ Դա բան է, ներողություն ավարտեմ սա։ Երկրորդը, մենք գիտենք, որ կոնկրետ որոշ հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներ, օրինակ Սալավյովի հաղորդումը արգելափակված է Հայաստանում, հա։
հիմա կարող եք ասել, բայց դա կիսատ պրատ բան է, դա բավարար չէ, միգուցե, բայց ուզում եմ ասեմ այնուամենայնիվ այնպես էլ չի, որ ընդհանրապես էլի ոչ մի ուշադրություն չի դարձվում սրան։ Փաստորեն չափի մեջ է, այսինքն հավանաբար Հայաստանի իշխանությունները հաշվարկում են, ասում են, եթե ես հիմնավոր կերպով ասեմ, որ գիտեք ինչ, սա, չէ, ներողություն, սա կարմիր գծերը հատել է, չնեղանաք, մենք սա արգելափակելու ենք օրինակ։ Բայց որոշ դեպքերում ասում են դե լավ, եթե կարմիր գիծը չի անցնում, ցույց տանք, որ մենք կառուցողական ենք, որպեսզի իզուր տեղը նրանք ավելի այսպես չբորբոքվեն եւ ավելի մեծ ուժեր չներդնեն Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու առումով, փորձելով ապակայունացնել ներքաղաքական վիճակը։ Սա է մոտավորապես իմ կարծիքով այդ հաշվարկը, փաստարկը, որը նորից եմ ասում, չի նշանակում, որ ամբողջությամբ այսպես 100% հիմնավոր փաստարկ է։ Ձեր ասացի ուրեմն տրամաբանությունը հետևյալն է եւ իսկապես այդտեղ էլ շատ լուրջ ծանրակշիռ այսպես ասած, հա, փաստարկներ կան, որ հա, բայց եթե դու չես կտրում այդ ինստիտուտների հակահայաստանյան սուբյեկտների ինստիտուտների կապերը եւ իրենց չես այսպես ասած չեզոքացնում, իրենք գործում են, չէ՞։ Եթե իրենք գործում են, իրենք կարող են, չէ՞, վնաս հասցնել։ Այո, կարող են վնաս հասցնել։ Ու ինչքան կարող են վնաս հասցնել։ Հիմա իրենց չգիտեմ, իրենց նկատմամբ սանկցիա կիրառելով չեզոքացնելու դեպքում դու ավելի շատ կշահես կամ հրապնդես քո դիրքերը, թե միգուցե այդ դեպքում ավելի լուրջ ճնշումներ կլինեն ու դու արդեն դրա դիմաց չես կարող բանանել, թե դու պետքա ի սկզբանե կասեցնես այդ ամեն ինչը եւ կասեցնելով դու չես ստանա լրացուցիչ ճնշում, դու ավելի ուժեղ կլինես, նույնիսկ եթե լրացուցիչ ճնշումներ կլինի, քանի որ դու արդեն պայքարել ես, քանի որ դու արդեն չեզոքացրել ես այդ հիբրիդային պատերազմի տարբեր սուբյեկտների եւ ինստիտուտների, արդեն բնականաբար կարելի է մտածել, որ այս դեպքում դու ավելի ուժեղ կլինես։ Երկուսն էլ անկեղծ ասած հիմնավոր են, բայց ես նորից եմ ասում, շատ դժվար է ասել որն է այստեղ ճիշտը։ Ռումինիայի օրինակ кейսը, տեսեք, այն էր, որ իրենք փաստորեն բավականին այսպես հանդուրժողական մթնոլորտ էին ձևավորել, բայց ռուսական ազդեցության գործակալ սուբյեկտը հաղթեց ընտրությունները, բայց հիմա տեսեք մի հատ ուրիշ բան ասեմ։ Իրենք բան արեցին, չեղարկեցին ընտրությունների արդյունքները, բնականաբար շատերը քննադատեցին, ասացին, որ իդեպ J.D. Vance-ը ուղղակի քննադատեց, ասաց ինչ եք անում, դուք ընդհանրապես ժողովրդավարությունից շեղվել եք, ոնց կարելի է ընտրությունների արդյունքները չեղարկել, որովհետև, չգիտեմ, դուք տեսել եք ակտիվություն TikTok-ում, ռուսաստանյան գումարներով, Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, որը ուղղված էր այդ կոնկրետ սուբյեկտին իմիջի բարձրացման, հա ինչ անենք։ Լավ են արել, բարձրացել կամ վատ են արել, բայց այդ հիմք չի, որ վերցնեք դուք բան անեք, էլի, ընտրությունների արդյունքները չեղարկեք, քանի որ ընտրությունները ուղղակիորեն չեն կեղծվել։ Այսինքն ինֆորմացիոն ազդեցություն է եղել, բայց ոչ ուղղակի կեղծ չէ։ Հիմա սա վիճելի հարց է, այնուամենայնիվ ես հասկանում եմ Ռումինիայի իշխանությունների այսպես ասած, հա, մոտիվացիան, պետական ինստիտուտների մոտիվացիան, որովհետև նորագույն այս դարաշրջանում փաստորեն հնարավոր է այն, ինչ որ հնարավոր չէր մինչ այս ինֆորմացիոն տեխնոլոգիաները եւ միգուցե պետքա իսկապես շատ ավելի կոշտ կերպով պայքարել, բայց հա ինչ է ուզում ասել։ Հիմա այս կրկնակի ընտրությունների ժամանակ հաղթեց էլի ծայրահեղ աճ բանը, մի հատ ուժ, որը սատարում է այն տեխնացուին, որին արգելեցին մասնակցել եւ դրա պատճառով նաեւ չեղարկեցին ընտրությունները, ճիշտ է, հիմա ինքը չի դարձել դեռ նախագահ երկրորդ փուլ է եղել, բայց ինքը 40% վերցրել է եւ հիմա տեսնենք ինչ կլինի երկրորդ փուլի արդյունքում, եթե դեմոկրատական ուժերը իհարկե միավորվեն բան, հնարավոր է որ նա պարտվի, բայց ուզում եմ ասեմ, այս խնդիրները կան այսօր ողջ աշխարհում, սրանք քննարկելի բաներ են, միանշանակ ճշմարտություններ դեռևս չկան, բայց մենք պետք է բարձրաձայնենք այս հարցերը։ Այո, ես ընդունում եմ, որ այն հարցադրումները, որ դուք հիմա արեցիք, դրանք լեգիտիմ հարցադրումներ են, դրանք պետք է քննարկվեն։
Պարոն Վարդանյան, լավ է, որ ինչ-ինչ շրջանակներ կամ սուբյեկտներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել, բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ֆիզիկական ներկայությունը պարտադիր չէ վնասելու համար, սա մեկ, եւ հետո Կիրիենկոների են նշանակում Հայաստանի մասով եւ այլն, այսինքն ոչինչ չի հուշում, որ Ռուսաստանը այն էլ նախընտրական Հայաստանում պատրաստ է ավելի մեղմ հիբրիդային մոտեցում ցուցաբերել, ինչ թե Փաշինյանը գնալու է մայիսի 9-ին Մոսկվա, թե ոչ, հա, Ռուսաստանը ունի հստակ պարզ է որ նպատակներ, չէ՞, համենայն դեպս չգիտեմ որքանով է տեղին այդպես ասել Հայաստանի օրինակ դեպքում, եթե ունեն հստակ նպատակներ, այդ նպատակները իրենք այնուամենայնիվ գնալու են այն ճանապարհով, որպեսզի հասնեն այդ նպատակներին, հա։ Մեր նպատակներն են, որ փոքրինչ անորոշ են, փոքրինչ լղոզված են, փոքրինչ բալանսավորված են, այսպես ասած։ Հենց ամբողջ հարցը այն է, որ այո, ես հասկանում եմ ձեր ասած թեզերի տրամաբանությունը։ Չգնալը գուցե Ռուսաստանը հրապարակայինորեն ինչ-ինչ շրջանակների միջոցով արդարացնի իր ավելի բիրտ հիբրիդային գործողությունները, բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Կարող է փոխվել, ինչ առումով, տեսեք, դուք ճիշտ եք, որ Ռուսաստանը չի այսպիսի քայլերով Հայաստանի, հա, այսպես սիմվոլիկ կառուցողական, այսպես ասենք, չի հանգստանալու։ Առավելևս եթե խորապես համոզում ունեն, որ գործող իշխանությունը իրենց բառերով էլի ասած արևմտյան շպիոն է, հետեւաբար գնաս չգնաս, ես իմ համոզումը ունեմ, որ քեզ պետք է լիկվիդացնել։ Այո, բայց այստեղ հարցը հետևյալն է։ Ինքը դա երկարաժամկետ առումով պլան ունի, այսինքն այսօր այնպես չի, որ Ռուսաստանը հենց այս պահին իր ամբողջ զինանոցը նախ հնարավորություններն են շատ առումներով չունի, բայց նաև ասում է դե լավ, ես իմ ամբողջ զինանոցը դնեմ, կարող է դա ռիսկային լինի, էլի, վերջի վերջո։ Հիմա եթե իշխանությունները ինչ-ինչ հարցերում ճամբարին դեմ չեն դուրս գալիս եւ ինձ համար իրենք կարող են այս առումով դիտարկվել որպես սուբյեկտների, որոնք ես կօգտագործեմ իմ լեգիտիմության համար, չէ՞։ Դե ինչու ես տենց շատ լուրջ այսպես կարճաժամկետ կտրվածքով ճնշումներ բանեցնեմ, կամաց-կամաց այդ ճնշումները կբանեցնեմ, կամաց-կամաց տեխնոլոգիաները կիրառեմ, մինչև ընտրությունների փուլը առնվազն այնպես անեմ, որ իհարկե առնվազն չէ, պլան մաքսիմում պարզավոր իշխանափոխությունը պետք է լինի ըստ իրենց հաշվարկների, բայց եթե դա չհաջողվի, եւ իրենք հասկանում են, որ իրականում մեծ է հավանականությունը, որ չի հաջողվի, հաշվի առնելով շատ տարբեր բաներ։ Հայաստանում տեղի ունեցել շատ իսկապես լուրջ շրջադարձային փոփոխություններ, հանրային նաև տրամադրությունների առումով, հակակրեմլյան տրամադրությունները շատ ուժեղացել են եւ այլն։ Բայց գոնե իրենք կապահովեն այսպես հուսական շատ լուրջ ներկայություն Հայաստանի քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտը, ավելի կուժեղացնեն բան եւ կօգտագործեն դա որպես շանտաժի միջոց, որպես ճնշումներ բանեցնելու միջոց հետագայում։ Այդ սա պլան մինիմումն է։ Հիմա բայց եթե, այսինքն հնարավոր է սա, հա, հնարավոր բան եմ ասում, եթե դու այսօր միանգամից շատ կտրուկ գործողություններ անես, որը Ռուսաստանի շահերին դեմ է, ռուսները կարող են շատ էմոցիոնալ, իրացիոնալ շատ առումներով, բայց մեզ վնասող, լուրջ կերպով վնասող գործողություններ անել, օրինակ իրենք արդեն կարճաժամկետ կտրվածքով այնպես անեն, որ Հայաստանի տնտեսությունը հնարավորինս ճգնաժամի մեջ հայտնվի։ Ասենք կտրուկ կերպով բարձրացնեն օրինակ գազի գինը, ընդհանուր միջև ասեն, որ կարող եք նաև անջատել, եթե դուք օրինակ, չգիտեմ, այս վճարումները արագ չանեք, բան եւ այլն։ Միանգամից ասեն, որ այ ձեր այս բոլոր արտադրանքը, որ դուք վաճառում եք ռուսական շուկայում, թունավոր արտադրանք է, կասեցնում եք միանգամից, օրինակ, հա։ Երրորդ բանը, միանգամից ասեն, որ այս բոլոր միգրանտները, որոնք կան, իրենք խախտում են միգրացիոն քաղաքականությունը եւ հենց վաղը ամբողջ sense շարքով մենք ուղարկելու ենք Հայաստանորին։ Օրինակ եմ ասում, եւ նաեւ վերջի վերջո որոշակիորեն այսպես
չգիտեմ, համոզեն Ադրբեջանին գնալ էսկալացիայի, խոստանալով, որ տարատեսակ դիվիդենդներ իրենք կարող են Ադրբեջանի իշխանությունները այդ արդյունքում ունենալ, որ իրենք չվախենան հանկարծ արևմուտքից, որ մի խոսքով եւ այլն, եւ սա լարումներ առաջացնի Հայաստանում։ Հնարավոր տարբերակ է սա։ Մենք չպետք է սա բացառենք եւ հնարավոր է, որ հոգեբանորեն օրինակ այս գնալը որոշակիորեն չեզոքացնի այսպիսի էմոցիոնալ ռեակցիան կարճաժամկետ կտրվածքով, ինչի նորից եմ ասում, երկարաժամկետ կտրվածքով ոչ մի բան չի փոխելու։ Եվ ասեմ նաև ավելին, իհարկե բնականաբար բոլորն էլ հասկանում են, ես համոզված եմ ուղղակի, որ հասկանում են եւ ունեմ նաև տեղեկատվություն առումով, որ հասկանում են, որ գիտեք ինչ, սա որոշակիորեն առնվազն մասնակցելը այդպիսի պարադի ռեպուտացիոն վնասներ է հասցնելու Հայաստանին միջազգային հանրության այսպես տարբեր շրջանակներում։ Բնականաբար օրինակ Մակրոնը ենթադրենք, ինքը շատ լավ հասկանալու է, ինքը դրանից չի, այսպես ասենք, հա, իր վերաբերմունքը փոխելու Հայաստանի նկատմամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ այլն, բայց այլ օրինակ քաղաքական եւ քաղաքացիական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, եվրոպացի, հա, նկատի ունեմ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլն, սա կարող են եւ չհասկանալ։ Սա կարող են ասել, որ իսկականից էս ուրեք, էս դուք ինչ եք անում, այսինքն նույն Ուկրաինայի, ասենք, հա, իշխանությունների համար կարող է սա անընդունելի բան լինել եւ իրենք, ասենք, մի խոսքով այլ աչքով նայեն, այսինքն սա ռիսկ է, սա ռեպուտացիոն կորստի ռիսկեր է պարունակում, բայց ուզում եմ ասել, այսինքն կշերքի վրա դրված է փաստորեն հետեւյալը, մենք ավելի լավ է հիմա որոշակի ռեպուտացիոն կորուստներ ունենանք, բայց մենք շարունակենք մեր ճիշտ ճանապարհ դեմոկրատիայի եվրոինտեգրացման բան, վերջի վերջո կասեն դե լավ, հասկացանք, որ չէ, դուք ուրեմն սա ինչ որ կոնկրետ տեխնոլոգիա էր ձեր կողմից կիրառվող, ձեզ պաշտպանելու համար, հասկացանք, մեզ համար սա ցավոտ էր, բայց լավ հասկացանք, եւ մյուս կողմից էլ, այսինքն այնպես անել, որ չեզոքացնել այդ կարճաժամկետ շատ այսպես հուշկու հնարավոր հարվածները Հայաստանի նկատմամբ թե այնուամենայնիվ ռեպուտացիոն կարող է եւ այսպես հաշվարկը իհարկե սխալ լինել, որ ռեպուտացիոն կորուստները ավելին լինեն, քան են հնարավոր բանը, հա, չեզոքացումը կարճաժամկետ ուժեղ հարվածների, հնարավոր է որ ընդհանրապես Պուտինի վրա արդեն որևէ նման բան չի ազդում, հա։ Մի խոսքով, պարոն Վարդանյան, այդ դեպքում հարցը ինչպես ասացի։ Կարող ենք հետևություն անել ձեր ասածից, այսպես, եթե գանք հանրագումարի, հա, որ Հայաստանը շարունակում է լինել ոտաբոբիկ, չի զարգացրել կարողություններ, դիմադրություններ եւ հետեւաբար տարատեսակ հարվածների, տարատեսակ բնույթ կրող հարվածներից խուսափելու համար ստիպված է գլուխը կախ գնալ կանգնել այդ պարադին։ Չէ, ուզում եմ չհասկանաք դա ինչի հետևանքով է լինում։ Եթե Հայաստանը կարողություններ ձեռք բերած լիներ եւ իրեն ամուր զգար այդ կարողություններում, բնականաբար չէր գնա։ Հետևաբար չկա այդ կարողությունը։ Իսկ ինչու չկա այդ կարողությունը, սա այլ արդեն նորից հարց է բացվում։ Այդ կարողությունը ես կարծում եմ չերել կարող լիներ պատասխանելով ձեր հարցին, այսինքն երբ որ նայեք դուք բացասական երանգ եք տալիս, խիստ բացասական նրան, որ եւ ստացվում է այնպես, որ Հայաստանը կարող էր այնպես անել, որ այս ժամանակահատվածում այնպիսի հզորություն ձեռք բերեր, որ Ռուսաստանի տարատեսակ հարձակումները նրան որևէ այսպես վնաս չպատճառեին եւ ինքը իր ճանապարհով գնար առանց վախենալու, որ այսպես մի խոսքով Ռուսաստանից կարող են հարվածներ լինել եւ ինքը ստիպված է, այո, գնալ այսպիսի քայլերի մասնակցել, որ մեղմի այդ հարվածները, բայց ես կարծում եմ, որ այդպիսի մաքսիմալ նպատակ ունենալը անիրատեսական էր, այդպիսի արդյունքների հասնելը քիչ հավանական էին, ինչ իշխանություններ որ լիներ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ բավականին այսպես երկար ժամանակահատվածում դեմոկրատիայի ճանապարհով անցած Եվրամիության անդամ հանդիսացող երկրները այսօր նույնպես բավականին այսպես խոցելի իրավիճակում են գտնվում, հենց Ռումենիայի օրինակը դրա ամենալավ օրինակներից մեկն է, ցույց է տալիս, որ դե հիմա ուժեղ լինեիք, դե չթողնեիք, որ այսպիսի բան լինի, հա, բա ո՞նց թողեցիք։ Ուր է ձեր ուժեղ դեմոկրատիան, բա ուր էին ձեր հատուկ ծառայությունները։ Այդ ո՞նց եղավ, որ պրոռուսական ինչ-որ մի հատ անհայտ քաղաքական գործիչ մեկ էլ ընտրություններ ա կրում։
ու դուք ստիպված եք լինում չեղարկել այդ ընտրությունները։ Այդ ո՞նց է լինում։ Այսինքն այստեղ դեմանավանդ հաշվի առնելով մեր ախր փակ սահմաններ, կոնֆլիկտ, որ անընդհատ օգտագործվում է մեր դեմ, մենք երբ որ լուծենք կոնֆլիկտը, երբ որ կարողանանք մեր նոր արդեն հարևանների հետ նախ չեզոքացնել նրանց հնարավոր ապագայի հարձակումները, հա, այնպես անել, որ դեմոտիվացնել մեր վրա հարձակվելուց, նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել, փոխշահավետ, դրանով մենք իհարկե հնարավորինս դուրս կգանք ռուսական ազդեցության այդ տիրույթից եւ մենք ավելի այսպես հանգիստ կերպով կարող ենք վարել մեր արտաքին քաղաքականությունը եւ այնպիսի բաներ չանենք, որ ռեպուտացիոն, այսպես ինչպես ասացի, ռիսկեր կպարունակի մեր համար, հա։ Եվ գիտեք ինչ, այնուամենայնիվ, տեսեք, էլի, այս ամեն ինչը, որ Հայաստանի իշխանությունները ստիպված անում է, դրան զուգահեռ եկեք չմոռանանք, որ նաև արել է գործողություններ եւ անում է գործողություններ, որոնք ուղղված են Ռուսաստանի ներկայության թուլացման, Զվարթնոց օդանավակայանում չկան ռուս սահմանապահներ արդեն, հա։ Հարավային ուրեմն մեր սահմաններին չկան, անցակետից դուրս են բերվել եւ սա շարունակական գործընթաց է, այսինքն կամ Եվրամիության ներողություն բանակ բան է, այսինքն լինել ռուսական ազդեցության գոտում կախված լինել շատ առումներով ուրեմն Ռուսաստանից եւ այլ ռուսական ռազմաբազա ունենալով Հայաստանում, օրենք ընդունել, որ մենք գնում ենք Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, զենք գնել Ֆրանսիայից եւ այլն, սրանք այնուամենայնիվ լուրջ գործողություններ են, որոնք այո բավարար չեն, որպեսզի ձեր ասած այդ արդյունքը մենք ունենայինք, որ մենք այսօր ստիպված չլինեինք այսպիսի սիրաշահումներ անել, չգիտեմ ինչ որ այդպիսի խորամանկ քաղաքականություն։ Ես կուզենայի նաև որ մենք հաշվի առնենք նաև ներքաղաքական գործոնը, ներքաղաքականությունը, բնականաբար հաշվի առնենք, կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ թե ընդդիմության, թե իշխանության համար այս օրակարգերը նաև քաղաքական իրենց կենսունակությունը ապահովելու համար շատ հարմար տարբերակներ են, հա, հաշվի առնելով տարբեր գործոններ։ Շատ հարմար տարբերակներ են ունենալ ռուսական շպիոնների եւ գործակալների, այսպես ասենք, տեսություններ եւ ինչ որ ընդհուպ միջև դրանց վիզուալ կերպարներ, որը քեզ պարբերաբար տալիս է խաղալ հանրության էմոցիոնալ հատվածի հետ, հետեւաբար բայց դա post factum է, գիտեք, ճիշտ եք ասում, բայց ես դրա համար իմ խոսքը այս հաղորդման սկզբում սկսեցի այդ բանից, որ давайте отделять мухи от котлет, այսինքն սա մտածված ինչ որ հատուկ քաղաքականություն չէ, էլի, որ այնպես անենք, որ չգիտեմ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենք լինեն գլխավոր ընդդիմադիրները, իրականության մեջ ոչ մի բան չանենք, բայց իրենց մեղադրենք եւ դրանով ապրապնդենք մեր իշխանությունը։ Դա չի։ Բայց քանի դեռ նրանք կան, քանի դեռ նրանք նաև փորձում են իրենց ծառայությունը, այսպես ասած, մատուցել նաև Կրեմլին, հա, այս շատ առումներով, իրանք բացահայտ ասում են, հա, ասում են, այ մենք ենք ամենաճիշտ բայց նրանց լինելը պայմանավորված է։ Արդեն ասում են, դե քանի որ դուք կաք, եկեք հասարակություններ դժգոհ է բնականաբար ձեզնից, ընդհանրապես էլի հասարակության մեծ մասը կամ զգալի հատվածը, հա, չի ցանկանում որևէ կերպով որ դուք լինեք քաղաքական դաշտում, ուր մնաց հանկարծ իշխանության գաք եւ այլն, մենք օգտագործենք այդ բանը, նաեւ բնականաբար դա մեզ օգուտ է, հա, իրենք ասում են որ դա մեզ օգուտ է։ Քոչարյան, Սարգսյան իրենց կենսունակությունը կամ լինելը ապահովում է իրենց նաեւ առաջին հերթին ռեսուրսային հնարավորությունները։ Եվ չմոռանանք, երբ իշխանությունը ասում էր, որ ընտրություններ կեղծած ուժերը եւ այլն այլևս երբեք չեն լինելու քաղաքական process-ի մաս։ Այսօր ճիշտ է, շատ բան է ասել, իշխանությունը կանգնած է հարցի առաջ ինքը կարող է լինել ապագայում քաղաքական process-ի մաս, օրինակ եթե տարբեր սցենարներ գործարկվեն ու հազար ու մի բան, հա։ Այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանը ստիպված է ներկայանալու Մոսկվա։ Ես կարծում եմ, որ մոտիվացիան, որ մենք պետք է գնանք, այո, այսինքն դա լավ կյանքից չէ,
Հայաստանը այո ստիպված եթե գնա մասնակցի ինքը դա անում է որպեսզի հնարավորինս կարճաժամկետ կտրվածքով չեզոքացնի կրեմլյան հարձակումները Հայաստանի նկատմամբ ավելի ուժեղ հարձակումները քան այսօր կան բայց ես կարծում եմ որ կա գիտակցություն որ երկարաժամկետ առումով դա ոչինչ չի լուծելու ոչինչ բացարձակ այսինքն Պուտինը շարունակելու է իր այդ հիբրիդային հարձակումները Հայաստանի նկատմամբ Կնհայտ է սա, որովհետև նրան պետք է պրոռուսական Հայաստան, ընդհանրապես նրան պետք է պրոռուսական տարածաշրջան բնականաբար, իհարկե այլ բան է, որ արդյոք նա կարողանա այդ իր նպատակին հասնել, մենք տեսնում ենք, որ Ուկրաինան 3 օրում ուզում էր ծնկի բերել, Կիևը գրավել, բայց արդեն քանի տարի է պատերազմը շարունակվում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Էդգար Վարդանյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Ողջույն, պարոն Մկրտչյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր ջան։ Պարոն Մկրտչյան, խորհրդանում եւ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են քննարկել, թե ում ժամանակ էր Հայաստանը ավելի ինքնիշխան ու նման բաներ։ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան է արձագանքել վարքը խորհրդանի խոսնակի որակելով ոչ պատշաճ եւ այլն։ Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուսական կողմից կան հիբրիդային հարձակումներ Հայաստանի դեմ, ինչ որ ֆինանսական հոսքերի մասին էր խոսում եւ այլն, դա այն համատեքստում էր, որ Ռոբերտ Քոչարյանին անվանում էր ռուսական շպիոնի համարում ունեցող մարդ Հայաստանի Հանրապետությունում, դե իհարկե հակադարձեցին, որ շպիոնը ինքն է եւ այս իշխանությունը։ Նախ սկսենք նրանից, թե հա, եւ իդեպ նշեմ, որ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջանյան, ասաց, որ եթե Հայաստան դաշինքը Քոչարյանին առաջադրի որպես վարչապետի թեկնածու, ապա իրենք կսատարեն այդ թեկնածությանը, դրանից առաջ էլ Սերժ Սարգսյանը կոչ էր անում հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին եւ նշում էր, որ իրենց միջև թշնամություն չկա եւ իր գերագույն նպատակը շարունակում է մնալ Հայաստանում իշխանապողություն իրականացնելը, հա։ Հիմա գալով այս ամեն ինչը, այսպես ասենք, հանրագումարի բերելով, դիտարկում ենք 2026 թվականին ընդառաջ նախընտրական այս տարում կողմերի ակտիվացումներ եւ այլն, եւ սրան զուգահեռ ուզում եմ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը որպես շարունակություն մեջ բերել, որ Ալեն Սիմոնյանը բավականին վերջերս էր գտնվում Ռուսաստանում եւ անոնսավորեց, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահի հետ, Մատվիենկոյի հետ կամ դրան զուգահեռ Հայաստան սպասվում է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը։ Դե մայիսի 9-ին էլ սպասվում է ըստ Կրեմլի Փաշինյանի այցը Մոսկվա, հա։ Մենք փորձենք կողմնորոշվել հասկանալ այս խառնաշփոթում ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ հնարավորության համար Ժիրայր, իրականում ինչ է կատարվում, ամեն մեկը իր կողմն է վերմակը քաշում 2026 թվականից առաջ, մի 7 տարի առաջ համաժողովրդական շարժման ցասման արդյունքում մի մերժված կա, այդ մերժվածը առավոտից երեկո փորձում է իր չեղած ռեյտինգը ցույց դնել, հանդիպելով 2018 թվականի վերջին դասարաններում երևի սովորած աշակերտների հետ, իսկ ներկայիս փուլում նրանք արդեն ուսանողներ են, այդ ուսանողների հետ, փորձում է ինչ-որ ցնդաբանություններ անընդհատ խոսել, փորձում է ինչ-որ, չգիտեմ, մեղավորներ փնտրել, ժողովրդին 100,000-ավոր քաղաքացիների մեղադրում է ինչ-որ ենթադրյալ ավանակի ճակատը համբուրելու մեջ, այն դեպքում, երբ որ ինքն էր ամենաուղիղ կուրատորը եւ ուղղորդողը այդ հանրությանը վառ վկայություն նրա Նիկոլը ճիշտ էր ես սխալ հայտնի հրաժարականի տեքստի մեջից մի հատված փորձում է ներկայացնել որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը ունեն խնդիրներ կամ գոնե թիմերն իրենց ունեն խնդիրներ եւ նրանք չեն կարող այսպես նրանց առուները միջերով չեն հոսում կամ նրանց ջուրը մի առվով չի հոսում փորձում են այսպեսի մի տեսարան ստեղծել, ինչի է սարվում։ Սարվում է կոնսենսուս -1 ապահովելու համար քաղաքական դաշտում։
Այսինքն Քոչարյան, Սարգսյան, Մերձ Քոչարյանական, Մերձ Սարգսյանական սատելիտները պետք է մասնակցեն 2026 թվականի ընտրություններին։ Դե գիտեք, փողի խնդիր չկա, թալանվածը իր հերթին կդրվի շրջանառության մեջ, Ռուսաստանի Դաշնությունից այդ հիբրիդային գրողների համատեքստում եւ 2026 թվականին ամբողջությամբ իշխանությունը վերցնելու համատեքստում ֆինանսական հոսքերը կշատանան եւ կավելանան, այստեղ խնդիր չկա եւ նրանք քաղաքական դաշտը ծվեն են անում, բաժան են անում, որպեսզի 2026 թվականի կոնսենսուս -1-ը ապահովեն։ Սերժն ինքն է հայտարարում, չէ՞, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել, իր կուսակցությունը չունի տեխնացու, բայց պատրաստ է աջակցել յուրաքանչյուրին, ով որ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին եւ ի վերջո պատրաստ է ամեն ինչի հանուն Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու։ Սա սրա համար է արվում։ Ալեն Սիմոնյանը ինչի է մտել այս կեղտոտ խաղի մեջ, դե գիտեք, Ալեն Սիմոնյանին պետք է հարցնել, ինչա նշան, առհասարակ, որովհետեւ իշխանությունների խնդիրը ես միշտ եմ ասել, պետք է լիներ քաղաքական դաշտը առողջացնելը, երբ որ այսպիսի հարցեր են կողմ իշխանական ներկայացուցիչներին քաղաքական դաշտը առողջացնելու մասով, ինչ են նրանք ասում, ասում են, այն ինչ անենք քաղաքական դաշտը առողջանա, բռնենք տանենք փագենք, որ քաղաքական դաշտը առողջանա, ո՞նց եք պատկերացնում քաղաքական դաշտի առողջացումը, այսպեսի խոսակցությունների մեջ չմտնելով ենք պատկերացնում առնվազն։ Օրինակ Լևոն Քոչարյան, Ալեն Սիմոնյան հերրահար փոխհրաձգություն, հիմար ապուշ, ապուշը դու ես, հիմարը դու ես, այսպիսի խոսակցությունների առհասարակ բացառումն է հենց քաղաքական դաշտի առողջացման թիվ 1 գրավականը։ Բայց ունենք այն ինչ ունենք մի ազգային ժողովի նախագահ, որը որ կանգնում է, իրավացիորեն հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմի գործիքակազմ է կիրառում մեր դեմ, լայնածավալ արշավի է անցել ռուսական կողմը եւ ունենք մի ազգային ժողովի նախագահ, որը որ պատրաստվում է հուլիսին հանդիպել Հայաստանում ընդունել իր գործընկեր Մատվիենկոին, հայ-ռուսական հարաբերությունների մեջ ինչ որ առևտուրա կամ առևտրային ինչ որ հանգույցներ ա գտել եւ գտնում ա որ Հայաստանի Հանրապետությունը կարող վաճառելու բան ունի Ռուսաստանի Դաշնությանը եւ հակառակը նոնսենս է իրականում ջիրայր խայտարակություն է ինձ համար հասկանալի այն առումով որ քաղաքական process-ների մեջ փորձում են ամեն մեկը իր դիվիդենդը շահի բայց ավելի լայն համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերը սպասարկելու համատեքստում սա բնավել չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերից Այսինքն այս ամեն ինչը դիտարկում ենք որպես նախընտրական, հա, տրամաբանություն Դե 26 թվականին մնաց ընդամենը 9 ամիս ու քանի օր մենք մոտենում ենք դեպի 2026 թվականի այդ ընտրություններ այս մարդկանց քարոզչությունը բևեռացվածությունը քաղաքական դաշտի ել ավելի է ուրվագծվելու եւ ել ավելի տեսանելի է դառնալու իհարկե 26 թվականին են պատրաստվում 2021-ի սցենարով, հա Մի փոքր սցենարը փոխվել է 2021-ին, եթե կար Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմ, կային հազարավոր զոհերի ընտանիքներ, հարազատներ, էմոցիաներ, հույզեր, որ Քոչարյանասերժական այս խումբը, հատկապես Քոչարյանական խումբը, բայաթարների ռամբահարման տեսարանները նախընտրական քարոզչության մատերիալ էր դարձրել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ահաբեկելով քվեի էր վերածում Մի փոքր փոխվել է այս պատկերը, չունենք փառք Աստծո այդպիսի իրավիճակ, քիչ թե շատ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն այս իրավիճակն է, լայնածավալ գրողներ Ադրբեջանի կողմից գոնե թե միջև այս պահը չկան, ուստի այս խմբավորման, այս խմբակի, այս շրջանակի լավ մեղմ արտահայտվեմ, շրջանակի քաղաքական գործիքակազմը պետքա փոխվի Ոնց փոխվի Գյումրիում ցույց են տվել, չէ՞, ինչ պետք է անեն։ Առնվազն պետքա Քոչարյանի դեմքով չգնալ ընտրության, առնվազն Սերժի դեմքով պետքա չգնալ ընտրության։ Սատելիտներ, պուպուշ դեմքեր կփնտրվեն, կգտնվեն, վստահաբար կառաջադրվեն, գուցե գործուղվեն Ռուսաստանի Դաշնությունից ու կսկսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն մեկի իր հնարավորությունների
եղածի եւ չեղածի չափով մոլորեցնել, որպեսզի վերջում հանրագումարում Գյումրիի օրինակով Գյումրին ինքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր, բայց իրականում իր մեջ պարունակող հստակ ազդակներ ուներ Գյումրին եւ սա չնկատելի իրականում եւ սա դիտարկելը բացառապես թիմ ընտրությունների համատեքստում ես կարծում եմ սխալ է։ Ինչ արեցին։ Քոչարյանական խմբակը այդ սատելիտ ուժերը մասնակցեցին ընտրությանը, սերժական շրջանակները իրենց մասով մասնակցեցին ընտրությանը, բոլորը ցեխնետեցին իշխանության եւ առողջ մեկ այնտեղ ուժ կար, այդ մեկ ուժի վրա ապահովեցին ընտրություններից հետո կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա նույնը ուզում են համապետական մասշտաբով իրականացնել եւ 26 թվականի հունիսյան մայիսյան ընտրությունների հենց հաջորդ օրը արթնանալուն պես Հայաստանի Հանրապետությունում մենք կտեսնենք, որ Սերժա Քոչարյանական այս սատելիտները ազդարարում են իշխանափոխության մասին Հայաստանի Հանրապետությունում եւ որ հաջորդ քայլով վստահաբար նրանք կազդարարեն, ինչպես Գյումրիում, կազդարարեն նյութենական պետության մաս դառնալու մասին։ Օրինակ Գյումրիում Վարդան Ղուկասյանը նույն ինքն իրեն Վարդանի քրճակած Վարդանիկը հայտարարում էր, որ նյութենական պետությունը Բելարուսի օրինակով իրենց համար ընդունելի եւ ընկալելի տարբերակ է։ Ինագուրացիային ներկա էր հյուպատոսը Ռուսաստանի Դաշնության տեղական, ներկա էր 102-րդ ռազմաբազայի ուժերը, այսինքն սա ուղղակի խոսակցություններ չի, եթե մեր հայրենակիցներին թվում է, որ սա սարերից այն կողմ շատ հեռու կամ չգիտեմ Լուբյանկայի նկուղում առայժմ գծված, բայց չիրականացված եւ իրականացման ճանապարհը չբռնած ծրագիր է, չարաչար սխալվում են։ Սա է իրականացվում։ Հիմա մենք կկարողանանք մեր հայրենակիցներին այս իրականությունը, այս պարզ ճշմարտությունը վեր հանել, բացահայտել, ներկայացնել եւ զերծ պահել այդպիսի սխալ ընտրությունից շատ լավ, փառք ու պատիվ մեր հայրենակիցներին եւ այն մարդկանց, ովքեր որ դա կանեն։ Չենք կարողանա Այստեղ կա մեկ մեղավոր, դա օրվա իշխանությունն է, դա իրավապահ համակարգն է, դա Հայաստանում չգործող բռնաբարված արդարադատությունն ու արդարությունն է, որ այսքան 7 տարի շարունակ խոսվում է։ Երբ որ մարդիկ կանգնում են ինքնիշխանությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, սուվերենությանը հարվածող հայտարարություններ են անում, առանձին դեպքերում ընդհուպ Իլհամ Ալիևից վերցված, օրինակ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմը հրահրվեց հայերի եւ Հայաստանի կամ հայաստանյան ուժերի կողմից։ Գիտեք, այսպիսի հայտարարություն մեկ էլ արել է Իլհամ Ալիևը աշխարհում։ Հայերի մասին, մեր հայերի մասին խոսել է երկրորդ, երրորդ, չորրորդ առանձին դեպքերում ես իմ որերորդ դեմքով Եվ խոսում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես հասկանում եմ ալբանական ծագման եւ ալբանական արմատների մասին։ Այդ խոսակցությունները, որ եղել են, կան, օդում կախված են, բայց լավ էս աստիճանի բացահայտ սեփական ժողովրդին ծաղրել, էս աստիճանի Հայաստանի Հանրապետության ուղղությամբ քարեր եւ բոճկաներ գլորել Պարոն Մկրտչյան, դուք ֆինանսների մասին խոսեցիք, դրա մասին խոսեց նաև ազգային ժողովի նախագահը, բայց լավ, այդ դեպքում ինչու չի վերահսկվում այդ դրսից եկող, հյուսիսից եկող այդ խոսքերը, որոնք ծառայեցվում են այլ նպատակների, ինչու չի կանխարգելվում, ինչու չեն բացահայտվում։ Կանչեք ձեր տաղավար Ալեն Սիմոնյանին, կանչեք ձեր տաղավար Ռուբեն Ռուբինյանին, կանչեք ձեր տաղավար Նիկոլ Փաշինյանին, կանչեք ձեր տաղավար Անդրանիկ Քոչարյանն է ձեր մոտ շատ շուտ գալի, Անդրանիկ Քոչարյանին։ Այս հարցերն ուղղակի իրենց իրար։ Ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ, ինչու չի կառավարվում, ինչու այդ սատելիտ ուժերը Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետությունում իրավական գնահատականի չեն արժանանում։ Ինչու պետքա, ինչու օրինակ Հայաստանի ոչ բարով երկրորդ նախագահը, երբ որ ժամանակին Մեղրին Խուրդայ է դարձրել, հիմա էլ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ այսպես քարեր անետում, ինչու իրավաքաղաքական գնահատականի չի արժանանում։ Ինչուներն այնքան շատ են։ Ես ձեզ հետ կձայնակցեմ եւ այդ ինչուների շարքը էլ ավելի կմեծացնեմ անընդհատ ինչու 7 տարի շարունակ ես ինչու եմ ասում 7 տարի շարունակ դու
մեզ հետ միասին քո լրագրողական դիրքերից այդ ինչուները բարձրաձայնում ես եւ հարցադրումները դնում ես այս մարդկանց առաջ։ Ինչու։ Չգիտեմ ինչու, չգիտեմ, որովհետեւ մի բացատրություն կա, եթե այդ չգիտեմից էլ դուրս կա, մի բացատրություն կա։ Ալեն Սիմոնյանը ինքն է հայտարարել, որ Քոչարյանը Սարգսյանական այս ընդդիմադիր խումբը իրենց համար Աստծո կողմից տրված պարգև է։ Գուցե այս տրամաբանությունով են նրանք առաջնորդում։ Գուցե ավելի հարմար ընդդիմություն ունենալու ցանկությունն ու գայթակղությունն է, որ իրենց թույլ չի տալիս երկրում իրավաքաղաքական գնահատականի արժանացնել բոլոր այսպիսի հայտարարությունները, բոլոր այսպիսի ռիսկային գործընթացները, որ խմորվում են։ Գուցե սա է պատճառը։ Այլ որ քաղաքական դաշտը առողջացնելուց խոսում ենք ու այս մարդիկ ջայլամի նման գլուխները կողում են ավազի մեջ ու փորձում են ընդհանրապես չնկատելու տալ կամ եթե նկատելու էլ տալիս են եւ շատ ուղիղ է այդ հարցը իրանց երեսին դրվում։ Իրանք ասում են դե գիտեք, բա ինչ անենք, բա այսպես անենք, բա ոնց կանենք, բա ոնց կընկալվի։ Սա ինչի մասին է խոսում։ Սա մի բանի մասին է խոսում, որ այս մարդկանց հարմար է այս ընդդիմությունը։ Հիմա 2026 թվականին ընդառաջ, հիմա բոլորը կարծես թե պատրաստվում են 2026 թվականին եւ առնվազն ժողովրդական լեզվով ասած շանտաղություն չի լինի, եթե ես էլ մի փոքր խոսեմ 2026 թվականի մասին։ Օրինակ, առողջ քաղաքական ուժերն ինչ են մտածում 2026 թվականին ընդառաջ։ Ինչ են պատրաստվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկել։ Եթե մտածում են, որ ընտրություններից 2-3 ամիս առաջ պետք է ակտիվանան, ամեն մեկը վերմակնիր ուղղությամբ քաշի, ամեն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոսկե սարեր խոստանա եւ դրանով հարցը լուծվի, չարաչար սխալվում են, դաշտը ինքնին արդեն բևեռացված է եւ այդ առողջ քաղաքական ուժերը պետք է կարողանան այլ հակադիր բևեռ ձևավորել եւ իրական այլընտրանք առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Օրինակ, ինչ են մտածում այդ ուժերը։ Ինչ են պատրաստում հակադրել իշխանությանը հարմար ընդդիմություն այս շրջանակին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստիպված չլինի գնալ ընտրատեղամաս հերթական անգամ եւ իր քվեն տալ վատի ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ։ Օրինակ ընտրություն չկատարի Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, ընտրություն չկատարի Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև, ընտրություն չկատարի Սերժի եւ Նիկոլի միջև, ու այսպես հակառակը, հա, անընդհատ կարող ենք այդ ռակիրովկաներն անել։ Բայց այնուամենայնիվ, այսպես ասեմ, հա, բարձր է գնահատում, որ օրինակ այդ ձեր հիշատակած անձինք նույն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այլն այս կարողանան հայ իրավիճակ փոխել երկրում։ Այս հարցը մենք առաջին հերթին դիտարկում ենք մեր այսպես ասեմ արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Արի մի բան ֆիքսենք, որ այդ շրջանակները տիրապետում են սարսափելի մեծ քանակի կեղտոտ թալանված գումարի։ Մեդիա դաշտը Հայաստանի Հանրապետությունում գրեթե 80%-ով պարկած է Քոչարյանա-Սերժական այս շրջանակների տակ։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից բավականին լրջագույն աջակցություն է նրանց ուղղությամբ գալու, թե ֆինանսական, թե քաղաքական, թե նաև մարդկային։ Սա եւս չթերագնահատենք։ Այդ հայ համայնքները Ռուսաստանի Դաշնության, այդ հայ համայնքների բաները, ղեկավարներ, ասած մի հատ շրջանակներ կան, չէ՞, Ռուսաստանի Դաշնությունում։ Ջիրեր, դուք կարծում եք այդ շրջանակները պահվել են եւ օգտագործվելու են բացառապես Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության գլխին հարվածելու համար ավելի լավ մահակ չկա, քան այնտեղ ապրող մեր հայրենակիցները։ Ոչ թե ճանապարհելու են, չգիտեմ, արտաքսելու են, այլ ոչ։ Տեղական բդեշխիկների, հայերի միջոցով, օլիգարխիկ շրջանակների միջոցով
այս մարդկանց գործ ուղղելու են Հայաստանի Հանրապետություն։ Այս ամեն ինչը ունենալով դուք կարծում եք, որ հնարավորություն չեն ունենա։ Հաշվի առնելով նաև եկեք մի բան չմոռանանք, օրվա իշխանությունների խայտառակ վարկանիշը հանրապետության ներսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերում։ Իսկ իրականում դա կա։ Եթե հիմա կհակադարձեն, կասեն, այ այս հողատուները, ապիկարները, դավաճանները, այստեղ ես իրենց կհակադարձեմ, կասեմ ոչ։ Հողատուն չկապ չունի, ապիկարը կապ չունի, դավաճանն առավել եւս կապ չունի եւ ընդհանրապես աղերս չունի։ Սա չի խնդիրը։ Ամենամեծ խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելն է։ Իսկ օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներեգություն, այդ թվում նաև ինձ է խաբել 2021 թվականին, երբ որ մուրճ էր ցանկանում, մուրճ էր ուզում։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացել են, այդ մուրճը տվել են իբրև արդարադատության սիմվոլ եւ ասել են հարվածի բոլոր փաշիբոզուկների գլխներին։ Ու ինչ արել 7 տարի շարունակ լոլոյա կարդացել օրվա իշխանությունը։ Այսօր վեյթինգ կանենք, վաղը վեյթինգը փոշմանեցինք, վեյթինգ չենք անի, չգիտեմ ինչ կանենք, այս դատավորի դեմը կփակենք, այն դատավորին կթողենք ազատ կաշխատի, այս քննիչը ճիշտ է աշխատում, վերադարձել է իրականություն, այն քննիչը երևի թե կվերադառնա իրականություն, այս դատախազը պետքա գործը վերաբացի, գործը վերաբացելա վաղը կգնա առաջ, ու մենք տեղում դոփում ենք։ Նիկոլ Փաշինյանի ասած նույն դասարանում ենք։ Այսա Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է չների։ Այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խաբելն ու մոլորեցնելը կարող է շատ թանկ գին արժանա հենց Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մարդիկ իրականում շատ մակերեսային են նայում իրավիճակին, հա, տվել ես խոստում եղբայր, 7 տարի ունեցել ես հնարավորություն կառավարելու, չես կատարել 7 տարվա մեջ, առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացին ժողովրդական լեզվով ասած ինադընկած կարող է գնա եւ ձայն տա այս շրջանակներին, հատկապես որ ես վստահ եմ, որ Քոչարյանի ու Սերժի դեմքով նրանք չեն մասնակցելու ընտրություններին, ինչի ոչ։ Դուք ասում եք 7 տարի, բայց իշխանական падգամավորներից ասում են այդ 7 տարվա մեջ միայն 2024 թվականն էր, որ քիչ թե շատ հնարավորություն է տվել կենտրոնանալ աշխատանք անելու վրա եւ այլն, այսինքն միշտ ինչ-որ ֆորս մաժորներ են եղել։ Ներեգություն, բոլորը իրենց դրել են արտաքին գործերի նախարարի տեղ, բոլորը իրենց դրել են պաշտպանության նախարարի տեղ։ Հա հասկացանք, արտգործնախարարը քի ծրփելու ժամանակ չունի ժողովրդական լեզվով ասած։ Պաշտպանության նախարարը քի ծրփելու ժամանակ չունի։ Ուզած թե չուզած ի պաշտոն այդ մարդը ամեն օր, ամեն րոպե տեխնաջան պիտի աշխատի, իր էներգիան պիտի կենտրոնացնի այն ուղղությամբ, որ կենտրոնացել է։ Վարչապետը հասկացանք, որ չի ճղվելու, այդ մարդը այդում ասֆալտ աստուգում, կախիչ աստուգում, չգիտեմ, դատավորի ու դատախազի հարցադնում վերցնում, բալա մնացածը։ Ախր պետքա մի բան հստակ գիտակցի օրվա իշխանությունը, որ իր մեջ էլ ցավոք սրտի ցավով եմ սա արձանագրում իրականում, որովհետև ես չէի ուզի որ տապալվեր այդ ուժը, որովհետև հեղափոխական ուժ ա եղել 100,000-ավոր մարդիկ աջակցել են, այդ թվում նաև ես 2018-ին ու դրանից տևական ժամանակ անց ես չէի ուզի որ տապալվեր, բայց ունենք այն ինչ ունենք, յուրաքանչյուր իշխանությունը ինքը այդպիսի բան է, կուրացնում է մարդկանց, իրականությունից կտրում է։ Հիմա այս իշխանությունը փոխանակ է իրականությունից կտրված գործիչներին, անգործություն ցուցաբերածներին, ձերյակերի ու բորի նման պետական ապարատներում տեղավորվածներին գնահատական տա, հատկապես 26 թվականի ընտրություններից առաջ։ Ասում են դեպա մենք չանեինք, դեպա մենք էսպես, դեպա մենք այնպես, դա չի ընդունվում։ Ես հորդորում եմ եւ իզուր չի կարծում եմ, որ հորդորում եմ, որովհետեւ ըստ իս այդ ճանապարհը բռնելու է քաղաքացիական պայմանագիրը ուզի թե չուզի։ Ես վերնախավին եմ հորդորում, վարչության կազմին, հենց վարչապետին եթե կուզեք։ Իմպիչմենտի այս ֆարսը, այս խեղկատակությունը ավարտելուն պես
օրենքի ուժով երբ որ կես տարի այլևս կմնա եւ վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունը օրենքով կսահմանափակվի, ես հորդորում եմ, որպեսզի վարչապետը հենց Նիկոլ Փաշինյանը բռնի սեփական թիմում կադրային ջարդ, կուսակցական, ներկուսակցական ջարդ իրականացնելու ճանապարհը։ Սա անխուսափելի է։ Անխուսափելի է։ Եվ միայն այս գործողությունն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուղղությամբ քիչ թե շատ հույսեր կառաջացնի, որ օրվա իշխանությունը ուղղվել է կամ գոնե թե Նիկոլ Փաշինյանը իր առաջ դրված խնդիրները ի կատար է ուզում ածել։ Պատգամավորներ, համայնքապետեր ու այսպես շարունակ, եթե վարչապետին տեղեկատվություն պետք կլինի, ես կհորդորեմ իրեն մի քանի լրատվական գործակալության էջերը բացի, կոռուպցիայի մասին հայտարարություններն ու փաստական տվյալները թերթի ու ստայդեմ, այսպես դոմինոյի էֆեկտով, սկսի հերթով, շարքով, կարգով դրանց գնահատական տալ։ Ախր, տեսեք, ասում են չի ստացվել, իսկ ինչի չի ստացվել, որտեղ ոմանք տեղում չեն եղել։ Օրինակ, իսկով ասեց, որ ամբողջ երկրի կառավարումն ու պատասխանատվությունը դրված է մեկ մարդու վրա, ու այդ մի մարդը Նիկոլ Փաշինյանն է, հետո այդպես ասեց։ Կարող է Նիկոլ Փաշինյանն է իրանց այդպես ասել, բայց իրանք ամեն մեկը իրանց տեղում ինչ պիտի անեն։ Օրինակ, շատ իրականում համարձակ падգամավոր է Վահագն Ալեքսանյանը, արժ չկա։ Բայց մի հատ փաստական տվյալ բերեմ, հա։ Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովի ամբիոնից մի բոցաշունչ ելույթ ունեցավ ամիսներ առաջ եւ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների վարկերը, վերցված վարկերը, որ պետք է Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին փակվի, ամեն ինչ պետք է ինքը անի, որպեսզի բանկային գաղտնիքի մասին օրենքը այստեղ փոխվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարկատուները իմանան ում մի քանի տասնյակ կամ մի քանի 100 միլիոն դրամ վերցրված վարկն են իրենք փակում։ Օրինակ Վահագն Ալեքսանյանը ինչի չգնաց իր այս արած հայտարարության հետևից, թե իրան թվում է թե բանա, մենք այդպես նայում ենք, բոցաշունչ ելույթ ընդունում ենք, այդ օրը ծափ ենք տալիս, անցնում ենք առաջ։ Հետևեիր պարոն Ալեքսանյան գործողությունների ընթացքին։ Օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ հարկատուների հաշվին սարսափելի մեծ քանակությամբ գումարներ ա փակվել։ Լեռնային Ղարաբաղում վարկեր վերցրած քաղաքացիների մասով։ Ես օրինակ ինչ չգիտեմ, կամ Ժիրայրը ինչու չգիտի, թե մի քանի տասնյակ միլիոն դրամ վերցրված Լեռնային Ղարաբաղի այդ քաղաքացին ով է։ Երևանում հիմա ինքը ինչով է զբաղված, կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչի պիտի իր համար իր վերցրած վարկերը փակեր կամ չփակեր, արժանի էր թե արժանի չէր։ Ու այսպես շարունակ Ժիրայր։ Այսպես շարունակ, ես մի փոքր օրինակ բերեցի, կամ կոռուպցիոներ համայնքապետերը, մի համայնքապետ ունեն, մի քանիս ավելի ճիշտ։ Դրանցից մեկին ես անձամբ եմ ճանաչում, հա, ոչ բարով, ցավոք սրտի, որ արդեն հակակոռուպցիոն կոմիտեն 4 անգամ վարույթ է հարուցել եւ ըստ այդ վարույթի համայնքապետին տուգանել է։ Ինչի համար պաշտոնյական դիրքի չարաշահման, ընտանեկան կառավարման, շահերի բախման ու այսպես շարունակ։ Լավ է, սրան պիտի գնահատական լինի թե չէ։ Եթե իրենք մտածում են, որ մեր հայրենակիցները սա չեն տեսնում, սրան գնահատական չեն տալիս եւ մեր հայրենակիցները սա տեսնելով 2026 թվականի ընտրություններից առնվազն 7 ամիս առաջ, իսկ իմ կարծիքով դրա ամենափայլուն ժամանակահատվածը սեպտեմբեր ամիսն է, սեպտեմբեր ամսից սկսած ես հորդորում եմ Նիկոլ Փաշինյանին ներկուսակցական ջարդ իրականացնել եւ բոլոր այն ապաշնոր պաշտոնյաները, որ հենց Նիկոլ Փաշինյանի առաջ քրտնելով, ճակատի քրտինքը սրբելով, անպագորգոր խոստումներ են տվել եւ չեն կատարել, նրանք պետք է առնվազն քաղաքական գնահատականի արժանանան եւ պաշտոնները թողնեն։ Սա առաջին քայլն է։ Հաջորդը դե կբռնեն Քոչարյանին, բասկ թողեն Քոչարյանին, իմ խորին համոզմամբ դա այլևս չի աշխատում։
եթե բռնել, ապա բռնել վերջնական եւ բաց թողելու մասին էլ մի ահագին երկար ժամանակահատված, առնվազն մի քանի տարի այդ դրա շուրջ ընդհանրապես քննարկում չծավալել եւ չմտածել, որովհետեւ հիմքերն էլ կա ժիրայր իրականում սուվերենության ոտնահարում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սակարկում, դրսում տերեր փնտրելու ինչ որ ենթադրյալ ձայնագրություններ ու այսպես շարունակ։ Սա է, կամ կանեն եւ առողջ ուժերի հետ միասին քաղաքական դաշտը կբաժանեն, կկիսեն միմյանց միջև ու դրանից կշահի Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, կամ հերթական անգամ այս տուրբուլենտ process-ների մեջով հանրությանը կտանեն ու Աստված գիտի թե Հայաստանի Հանրապետության հետ այդ ճանապարհին ինչ կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։